Դրսում ապրող յուրաքանչյուր հայ մարդ պետք է գիտակցի, որ մի օր վերադառնալու է։ Ողջույն, եթերում հայկական հետքն է։ Մարգար Շարաբխանյանը ծնվել է 1937 թվականին Հունաստանում, Կալամատայում։ Փոքր տարիքում տեղափոխվել է Աթենք, հաճախել է տեղի ազգային վարժարանը, այնուհետև Վենետիկի Մխիթարյան միաբանության Մուրադ Ռաֆայելյան վարժարանը։ Վերադառնալով Աթենք, անցնում է ուսուցչական գործի Աթենքի ազգային վարժարանում։ 1967-ին տեղափոխվել է Կանադա, 10 տարի գրականություն և փիլիսոփայություն է դասավանդել Տորոնտոյի համալսարանում։ 1976-ից եղել է Հայ օգնության միության ամենօրյա վարժարանի հիմնադիրներից։ Դեռևս ԽՍՀՄ տարիներին Մարգար Շարաբխանյանը պահել է կապը հայրենիքի հետ։ Նա բազմաթիվ կոչումներ ու մեդալներ ունի, սակայն առանձնացնում է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Վեհափառից ստացած Մեսրոպ Մաշտոց շքանշանը։ Հայաստանի գրողների միության անդամ է։ Բարև ձեզ, պարոն Շարաբխանյան, զրույցը սկսենք մեր ավանդական հարցով, ովքեր են Շարաբխանյանները։ Այսինքն մասնավոր Շարաբխանյանները, եթե ծնողքիս մասին գխոսի, Արևմտյան Հայաստանին են, մայրս եւ հայրս, որոնք չարթեն ետք հաստատված են Աթենք, Հունաստան, Կալամատա կոչված հարավային Հունաստանի Կալամատա կոչված այդ նշանավոր քաղաքի մեջ եւ հոն ամուսնացած են եւ ունեցած են 3 զավակ, որոնց երկրորդ զավակը ես եմ, քույրս եւ փոքր եղբայրս։ Ուրիշ մասնավոր Շարաբխանյան ընտանիքի մասին միշտ ասկային շունչով հայրս մեծացած է մեզի եւ կարողացած է ասկային վարժարաններ ուղարկել եւ ասկային վարժարաններն վերջնալ մենք անձնապես գրեթե 3 սալ ասկային կորձերով սպասած ենք։ Ազգային դպրոցներից զատ ձեր ծնողները հավելյալ ինչ ջանքեր էին գործադրում, որպեսզի դրսում Հունաստանում ապրող եւ մեծացող իրենց երեխաները էլ ավելի հայ լինեն։ Նայեցեք, ադիգա ընդհանուր առմամբ, եթե սպյուրքի մասին պիտի խոսենք, սպյուրքի մեջ մենք 2 գլխավոր գեդեր ունենք ասկային։ Մեկը հայաբահբանումն էր, որ շատ կարևոր է սպյուրքահայուն համար, անսուս եւ երկրորդը հայաբահբանումը կմիանա լեզվին հետ։ Հայոց լեզուն միշտ ուզեինք որ թարմ մնա մեր երեխաների բեռնին մեջ եւ կորձած են հայոց լեզուն։ Իսկ երրորդ հարցը եթե ուզեք սպյուրքը որ շատ գետակր է սպյուրքի մեծամասնության ժողովրդին համար հայտադն է։ Հայտադը որ ապրիլ 24-ով անշուշտ դիրքորոշված է կամ 100-ամյակը որ վերջերս տոնեցինք, շատ կարևոր գետ մնե որ հայտադը միշտ արդում պետք է մնա սպյուրքահայ ամբողջ ընտանիքներու մեջ եւ նաեւ զավակներու մեջ եւ դպրոցներու մեջ, որովհետեւ հայտադի միջոցով ասկային ոգին, ասկային շունչը միշտ կենթանի կմնա մեր աշակերտներու, մեր զավակներուն հոգիներու մեջ։ Ազգային ավանդություններն ու սովորույթները դրսում ապրող հային էլ ավելի են, հայ պահում, անշուշտ մոտեցնելով արմատներին, որ ավանդույթներն էին պահպանված Շարաբխանյանների ընտանիքում։ Ավանդները գսեք անշուշտ մեր բոլոր, ինչպես գիտեք, բոլոր այն երկիրներում մեջ, որ մենք ապրած ենք, օրինակի համար գտամ, հայկական ծնունդը ամեն դեղ ուրեմն դեկտեմբեր 25-ին կդոմբի, ընդունված է, մերը հունվար 6-ն է, ասիկա ավանդություն է բոլոր սպյուրքահայերուն համար, որ հունվար 6-ը հայկական ծնունդ է, և հունվար 6-ն մեկ օր առաջ, հունվար 5-ը գիշերը անպայմանորեն խթումը կդոմվի ընտանեկան հարգին տակ և ընտանեկան անդամներով բոլոր միասին, և հատուկ հայկական ջաշեր կան խթումի համար եւ մենք ուրախ եմ ես ասելու որ մեր իմ դիգինս Էլիզը մինչեւ օրս մենք խթումը կդոնենք լա Տորոնտոյի մեջ լա ուշիի մեջ Հայաստանի մեջ անպայման օրը մեր հարևանները հունվար 5-ին մեր դունը գուկան եւ խթումի ջաշեր կջաշակեն որ իրենց համար բոլորովին նորություն էր
անդիգա Երբ առաջին անգամ եղաք հայրենիքում, պատմածներով, լսածներով հայրենիքը համապատասխանում էր իրականության հետ։ Հիմա հայրենիքը միշտ մեր սրտին խոսած է։ Անշուշտ մենք գիտենք, որ հայրենիքի մեջ սովետական միության ժամանակ չէին կրնար կալ եւ հողամաս կնել, դուն կնել եւ այլն եւ այլն։ Սակայն միշտ մեր սրտին մեջն է եւ առաջին հերթին Էլիզին հետ 1977-ին մենք Հայաստան այցելեցինք Երևան եւ մեզի համար նորություն էր, շատ բաներ նորություն էին, որ մենք վարժված ենք Կանադայի բես երգիրը, Իտալիո բես երգիրը, Հունաստանի աթենգի բես երգիրը, հոս նորություններ կային։ Բարձ օրինակներ, ես քիրքերով կսպաղիմ, գրականությամբ կսպաղիմ, հրաբարագի վրա ապովյանեն քիչ մվեր եթե ելեք ցախին գրախանութ մգար։ Իրեն գսեի գերտայի կհարցնեի Ռաֆի գուզեմ, Նալբանդյան գուզեմ, չիգա բարոն, վեշնալ գսեի, որ ասպարը ինչպես եղած է սովետական միություն, դագից եթե գա, դվեք խնդրեմ եւ ռուբլիները ցույց կուտայի, դագեն գահաներ Ռաֆին գուդար, Նալբանդյանը գահաներ եւ գուդար, արեմդահայ կրսնգած բոլոր գրողները եւ արևելահայ գրողները, ինչ որ ես կուզեի գնալ։ Այսինքն նորություն էր մեզ համար, որ Կանադայի բեստեղը, Աթենքի բեստեղը, Վենետիկի բեստեղը ոչ մեկ խանութ գերտած կսես որ բայեստեն դագեն դուր ավելի տրամբիդի դամ քեզի։ Ջաշարանները եւ այն սպասարկությունը բոլորն դարբեր։ Իսկ հիմա եթե պախտատությունը բիդինենք այսօր լերուցոր դարբերություն կա։ Լերուցոր տրամադունները գերտան աղջիկները ժպտերեշ, ազնիվ, քաղաքավար եւ այլն։ Ջաշարանները գերտան դարձյալ նույն սպասարկությունը կա։ Մեծ է փոփոխությունը շատ մեծ է։ Ձեր առաջին այցից հետո դուք կպատկերացնեք, որ մի օր, անկախության մեսիջը լսելուց հետո արդեն մշտապես հաստատվելու եք հայրենիքում։ Այո, եւ որ միշտ կսեինք։ Ես միայն ուսուցիամ սպաղած եմ կյանքիս մեջ, 50 տարի դասավանդած եմ, եւ իմ աշակերտներուս միշտ կսեի, միշտ 90-ն առաջ անշուշտ, որ դուք բախտավոր պիտի լաք, որովհետեւ դուք պիտի տեսնեք անպայմանորեն մեր Հայաստանը անկախ պիտի տեսնեք։ Ես կարելի է չտեսնեմ Հայաստանը անկախ, բայց դուք անպայման պիտի տեսնեք։ Բայց տեսեք թե քաղաքականությունը ինչ պատահեցավ եւ ես Հայաստանը տեսա։ Ոչ միայն անկախ տեսա, այլ նաեւ ինձ առիթ տրվեցավ, որովհետեւ միշտ գերազեինք Էլիզին հետ, դիկնոջս հետ, որ Հայաստան կալ եւ հոսասատպիլ։ Առաջին հերթին հարգապաշին կնեցինք եւ ուզեցինք որ Հայաստանի մեջ մնայուն հոս դունդեղը լանք։ Երևանում, հարկաբաղին ձեռբերելուց հետո այնուհետև դուք որոշեցիք հաստատվել Ուշի գյուղին։ Ուշի գյուղի մեջ, այո։ Ինչու նախապատվությունը տվեցիք հենց Ուշի գյուղին։ Այո, Ուշի գյուղը ուրեմն բադահմամբ եղավ, որովհետեւ կրոններ միության մեկ ժողովին որ ներկա էինք, Արշագանով կրողմ ունենք, Արշագյան, որ մեզի շատ հարևան է, մեր կողմն է եւ անկորմը սա Ուշի գյուղը գամարկար հոն բզդիկ դնակ մունիմ երտան խորոված ուտենք եւ եկանք Էլիզին հետ եւ իր դան մեջ ավելի այքի մեջ ճիշտը խորոված գուտեինք, ասենք բդույթ մնենք, բդեցա միասին, ասի ինչ գեղեցիկ գյուղ է, Արշակ հողամաս մգա, դեղ մգա, որ մենք այրիզինք, այո, այս հողամաս ցույց տվավ։ Եվ այս հողամասը գնացինք 2005-ին եւ նաեւ Ջարդարաբեդ բերինք, շինարար բերինք եւ իրենց ասին, որ այնպեսի դում մգուզենք շինել, որ ամեն արդու առրադը տեսնեմ։ Եվ մենք հիմա բախտավորվեցանք այս դունը ունենք եւ ոչ միայն առրադը կտեսնենք ամեն արդու, այլ մեր հյուսային գոմա արա լերնա կտեսնենք, իսկ դիմաց ավելի ցախ կողմը կտեսնենք նաև Արաքած լերը եւ Պիրագանը դիմացնից է շատ հոյակապ դեղմն է։ Հետո բախտավորվեցանք Ուշի մեջ, որ ասիկա իբադի իմ հարևաններուս բոլորն ալ մեծ սիրով ընդունեցին մեզի, իսկապես մեծ սիրով եւ ցեզի բարսպաներս եմ որ գրնան ունտիրներուն հետաքրքիր չլա գամլա
մենք եկածնեսի վեր երեգու երեք բաներ կա, որ չենք գնաց շուկայեն, օրինակ համար հաց չենք գնաց, ցու չենք գնաց, գաթ չենք գնաց, միշտ իրենք է, որ գահայտատեն, և շատ սիրալիր հարաբերություն ունենք մեր հարևաններին։ Տեսեք ինչքան բախտավոր եք հայկական հյուրասիրությանն եք արժանանում, իսկ Տորոնտոյում եթե ապրեք, հաստատ նմանատիպ հարևաններ Չէ, չեք ունենալ։ Տորոնտո ես քանի 45 տարի ապրած ենք եւ եթե հարցնեք որ ով է հարևանդ աչին կամ ցախին ես չեմ ճաշնար։ Ես ոչ դունը կացած եմ սուրճ խմելու, ոչ ինքը իմ դունս եկած է, բայց հոս մեր դունը հոս օր չկա որ մեր հարևաններեն խումը չկան չնստին սուրճ չխմեն, դուրսը կարեջուր չխմենք։ Հետո նկարագրի հարց է, իմ խառնվածքս, Էլիզին խառնվածքը անգարելի է որ փողոցեն ուշեցի մա անցնի, պահը ուսին վրա նետած եւ ես շիգանչեմ չսեմ հայրնագից եկուր կարեջուր մխմենք, եկուր սուրճ մխմենք։ Այս մոդեռնությունը տուն ոչ Կանադա կդեսնես, ոչ Ֆրանսա կդեսնես, ոչ Իտալիա կդեսնես, ոչ Հունաստան կդեսնես, ոչ ագրնասներ։ Իսկ Կանադայի մեջ այդպեսի բան եթե ունես, ոստիկանության կարելի է գերացանը, որ ասմարտը կանչե որ ձեզ իր դունը կանչե, ինչ կա արդյոք, բան մգա եւ այլն։ Ասե դարբերությունը, իրականություններ պիտի ասենք եւ ասե, իսկ հայ ժողովուրդը հյուրասեր ժողովուրդ է։ Այսքան տարիների ընթացքում հա նկատվեց, որ բոլորը Հաուշի գյուղում ճանաչում են պարոն Մարգարին, մատնացույց են անում ձեր տանտեղը։ Այո, որովհետև մենք Էլիզին հետ հիմա հանգստյան գոչված ենք անշուշտ եւ մտածեցինք, որ Ուշի գյուղի մեջ անպայմանորեն բարեսիրական գործեր տեսնենք։ Առաջին հերթին, որպես գրթական մշակ Ձեզ կետաքրքրեր դպրոցը, եւ որ դպրոց կացինք շատ գծավի մսելու, սովետական միութենեն մնացած, քարքարոտ, հադակները, փայդերը, ջեղկված, գոդրված, փոսերը եւ այլն, սրահը տեսնեք դեղ չունեին, գսեի դնորենին, որ ուր գահավաքվի եւ որ դոնակատարություն կա, դեղ չունի գսեր, բացարձակապես։ Ասի ուր է դեղը եւ ցույց տվին։ Առաջին հերթին Ուշի գյուղի մեջ ցանգաբաց շնեցինք։ Որովհետև երեխաները սպոսանքին եւ որ գխաղային հանգարց գովեր գուկային վերեն, իրենց ֆուտբոլի խաղի աջան գովերը գանցնեին եւ պարաչելով, գանչելով եւ այլն ես քալեին։ Ասիկա դպրոց չի, ասիկա ինչ ասիկա։ Ուրեմն առաջին հերթին ցանգաբաց քաշեցինք, 250 մետր ցանգաբաց մշնվեցավ։ Անշուշտ մեր միջոցներով, ասին նյութական միջոցներով չրին, որովհետև ես միլիոնադեր չեմ Երանի լայի, Հայաստանի համար Երանի գսեմ լայի միլիոնադեր, որովհետև շատ գործեր կան նելիք, բայց ընկերներս բավական գոկնեն ինձի, եւ որ զրակիրը կներկայացրենք, իրենք գոկնեն։ Երկրորդը ուզեցինք սրահ ունենա դպրոցը եւ շատ գեղեցիկ սրահ մաշինեցինք, բոլորովին վերանորոգեցինք, իսկապես աղբանոց էր այդտեղ եւ Լևոն Շանթի անունով գոչեցինք։ Վերջի տեսակ հրատարանը չկա, ձակ դանիքեն, չուր գված է, քիրքերը խեղճ ու գրակ վիճակի մեջ ամբողջ նորոգեցինք եւ համաստեղի անունով գոչեցինք։ Վերջի տեսա որ դպրոցը իսկապես անուն չունի։ Ոչ միայն թիմ ուներ։ Եվ առաջարկեցինք մարզբեդին, դնորենի միջոցով եւ այլն, եւ դպրոցի անունը վերագոչեցինք քանի մտարի առաջ Նիկոլ Աղբալյանի անունով։ Անշուշտ ամեն մարդ սա Նիկոլ Աղբալյանը ով է, ինչ է եւ այլն, իրենց կբացատրեի նույնիսկ Բաշտոն ունեցող բարձրաստիճան մարդոց, թե Նիկոլ Աղբալյանը մեր առաջին հանրապետության գրթական լուսավորության նախարարը եղած է, համալսարան հիմնած է, Եղիշե Չարենց մեջտեղ բերած է Նիկոլ Աղբալյանը, եւ Նիկոլ Աղբալյանի դպրոցը ունենք հիմա ամեն մարդը բարդ է հիմա Նիկոլ Աղբալյանի։ Երրորդ ժողովուրդը դեղը չուներ, երդասարտությունը բացարձակապես դեղը չուներ եւ քարքարոտ ներս չէր գնալ մտներ, այնքան աղդոտ մշակույթի դում մգար, շատ աղդոտ վիճակի մեջ։ Այդ բոլոր մշակույթի դունը նորոգեցինք, հիմա եղած է արդիական, մաքուր,
մեծ սրահ ունենք, իսկ քովը անցք ունենք, որ շնորհիվ իմ շատ սիրելի, որ երախտաբարդ եմ միշտ կյանքիս մեջ Երիգյանին, բարոն Երիգյանին, որ մեծապես օգնեցին մեզի եւ այդ մշակույթի դունը վերանորոգեցինք։ Երկու պինգ-պոնգի ուրեմն բանտերինգ սեղան եւ վերնալ բիլիարդի սեղանը, որ երիտասարդները հիմա փողոցները թափարել են եւ այլն, գուկան հոն եւ ծրիապար պինգ-պոնգ կխաղան, բիլիարդ կխաղան եւ այլն եւ այլն։ Հետո գիտե ուրիշ բան գար ուշի մեջ որ տեսանք, ասիգա քյուղի կյանքն է որ ես կնկարագրեմ, անշուշտ վստահ եմ որ ունգընտիրներուն շատերը գիտակրկնեն թե քյուղը ինչպես կաբրի, որովհետեւ ես կհավատամ որ Հայաստանը Երևան չէ, կամ Երևանը միայն Հայաստան չէ, այլ քյուղերն են որ Հայաստանը կներկայացնեն։ Հանգարց հայտարարեցինք, որ այն զույգը, այն ամուսնական ուրեմն երբ որ զավակ ունենան, մենք Էլիզին հետ $100 նվեր կուտանք այդ երեխային։ Հետո տեսա որ անունները դակավին տշպախտաբար գսեմ իմ սիրելի ուշեցիներուս եւ ժողովուրդներուս, որ դակավին ռուսական անուններ գործածեն իրենց երեխաներին։ Ուրեմն ես մտածեցի որ նայեցեք սիրելի ուշեցիներ, անոնք որոնք իրենց զավակին անունը հայկական անուն գտնեն, մաքուր հայկական անունը, ես իրենց $150 պիտի տամ։ Մյուսներուն $100 կուտամ։ Հիմա սկսել են հայկական անուններ տնել։ Եվ դարին 14-ին 15 երեխա գտնի ուշի մեջ։ Ինչ որ լավ է, ուրախալի է մեզ համար։ Երանի կարողանային ուրիշ բաներ անել, բայց մեր վերջին ծրագիրը, ասված կյանք տա ինձի, մեր մանկաբարձը, որ քարքարոտ վիճակի մեջ է, եթե կարողանամ մանկաբարձը վերանորոգել եւ որտեւ 35-ին 40 երեխա գա, որոնք փողոցներն են, մինչեւ 6 տարեկան։ Դեղ չունին, որտեւ դպրոցները 6 տարեկանին գարնեն։ Ուրեմն մանկաբարձ չունենք հոս։ Եթե բարարմը գտնեմ, գչանամ որ գտնեմ եւ վստահ եմ որ պիտի գտնեմ, թերևս մեր ունգընտիրները մեկը ինձ երաց այն է գսե ես կուզեմ մանկաբարձ շինել, ադիգա մեծ ուրախություն բիլա ինձ համար, մանկաբարձ բնայի թե շինենք, վերջը թող Աստված հոգիս առնի։ Հունաստան, Կանադա, Իտալիա, հա, այսքան շրջագայելուց հետո դուք այսքան հայ եք մնացել, հայերեն մտածում, հայերեն խոսում եւ հայերեն ապրում։ Ինչ խորհուրդ կտայիք այն դրսում ապրող հայերին ինքնությունը պահպանելու համար, ինչպես պահպանել ինքնությունը, կա այդպիսի հատուկ բանաձև, որպեսզի 21-րդ դարում պստիկներին կարողանան գլխակիր բաներով բանաձև ունիմ, որ բոլորին ալգսեմ եւ նաեւ թերթերու մեջ կգրեմ եւ մի քանի թերթեր ալ գաշկադակսիմ կգրեմ իմ միակ բանս վերադարձն է։ Եթե գուզեն իրենք հայ մնալ, դոգալ, պիտի վերադառնան Հայաստանը։ Ուրիշ ելք չկա։ Հայաստան պիտի ասիկա մեծեն կաթողիկոսներեն մինչև մեր գուսակցության բեդերը թող իմանան, որ Հայաստան պետք է կան, աս 30,000 քառակուսի կիլոմետր եւ 10,000 քառակուսի կիլոմետր մեր Ղարաբաղը 40,000 բոլոր միասին պետք է բահենք ու պաշտպանենք։ Սպիրկի նախարարուին արի դուն ծրագիր ունի։ Ես պիտի տրամ ունենայի նոր ծրագիր պիտի անեի եւ պիտի աշխատի այդտեղ, որ մնա դուն։ Հոս մնա, ոչ թե դուրսերը թափարե։ Դուրսերը կյանք չկա, հավատացեք ինձ։ Միակ բանը, որ ասկային շունչով պիտի մեզնան, լեզվով, ամեն ինչով Հայաստանն է։ Ես կհավատամ այսօր։ Եվ մինչև իմ աստված կյանք դա մինչև վերջին շունչս ամենադեմ պիտի ասեմ, որ Հայաստանը մեր փրկության դեղն է։ Ինչ որ լավ կամ քեշ, գսիրենք կամ չենք սիրել, սխալ գնե կամ ճիշտ կգործե։ Ինչ որ գուզե թող լա, բեդությունը ասե անե, մեր երկիրն է, մեր հողն է, մեր դունն է։ Մեկը չսե ինձի, որ ինչու Հայաստան եկակ, բարոն Մարկար։ Ինչ սել մեկուն գսես, որ ինչու դունը դեգար։ Ես իմ զավգիս կրնամ ասել, որ ինչու դունը դեգար։ Կամ մեկ գրնայի իրեն ասել, որ ինչու դունը դեգար։ Ինչ սել է, իմ դունը սասիկա, իմ հողը սասիկա, իմ սեփականությունը սասիկա, ես այդպես կսկամ։ Ես
այցելու չեմ, ես տուրիստ չեմ, ես սպասաշրջի չեմ Հայաստանի մեջ։ Ես դերն եմ աս երկրին։ Այդպես կսկամ։ Տեսեք, դուք ասում եք, որ արի տան ծրագրի փոխարեն կարելի է լինի, հա, մեկ այլ ծրագիր մնա տանը։ Ինչպես եք պատկերացնում, հա, ինչ պետք է անել, որ հայաստանցին կամ դրսից եկող հայը Հայաստանում իրեն ավելի լավ զգա։ Ինչպես նախ եւ առաջ ասեմ քեզ, հիմա արտակախտը գա, որ մեր ամենամեծ սպին վերքը արտակախն է, որ Հայաստանը գլքեն եւ գերտան ուրիշ երկիրներ։ Ադիգա մահ է, ադիգա երկրորդ չարտ մնե։ Իրար չխապենք 1915-ին չարտվեցանք, մենք հիմա նորեն չարտվենք։ Դուրսը եւ որ գերտաս չարտվիս, ուզես կամ չուզես։ Ժամանակ չունենք հիմա մանրամասն ցեզի ասեմ, թե ինչու չարտվիս դուրսը։ Սպիտակ չարտ է։ Անպայմանորեն։ Եթե ասկային սկացումներ չունես, կնա, ուր որ ուզես կնա, բայց եթե ասկային սկացումներ պիտի քարոզես, պիտի ասես, պետք է Հայաստանի մեջ մնաց։ Երկրորդ Հայաստանի մեջ խոսելով կորս չդեսնվիր։ Եվ ես հբարդությամբ կսեմ ասիկա, որ միան խոսելով, քրելով, փեմերեն ջարախոսություններով, կաթողիկոսը ադիգա, ղեկավարը ադիգա, գուսակցական վարորդ է ադիգա, վարիչ է ադիգա, ինչ որ է, խոսելով չլա, կորձով պիտի լա։ Օրինակ համար Թուրքեն եկողներուն դեղ պիտի հատկացվի, կառավարությունը պետք է մտածի, որ Թուրքեն ահավասիկ հարց ունենք հիմա Հալեբի ժողովուրդը։ Հալեբի ժողովուրդը գուզե Հայաստան կալ։ Իրենց արիտ պիտի դրվի, դում պիտի դրվի, ապարտմաններ պիտի շնվին, պիտի դրվի, որ օգնենք այս մարդոց, որպեսզի կարողանան հայրենիքի մեջ մնալ։ Այլապես Թուրքերը թափարելով փրկություն չկա։ Ինքնից չխապենք։ Եվ ես գիտեմ, որ օրինակի համար մեր գրոնական ղեկավարները թող շենք մը թող շնեն, մեկ շենք մը հսկա կումարներու դերեն, թող շենք մը շնեն և ասե որ նվազակույն քիներով հոն թող ժողովուրդը թող պնակի։ Երկրորդ անշուշտ կառավարությունը ասիկա պիտի մտածի կորց, ժողովուրդին կորց, որովհետև մեծամասնությունը, որ գարդակախտե Թուրքսը ուրիշ երկիրներ, անկորձության բաժարավ է, կորց չունի, զավակներ ունի, ինչպես երբեմն առանցին երտա, երբեմն դանյոկ երտա, ասոնց առաջ կը, բայց ասոնք հերադեսիլներեն, թերթերու մեջ կրելներեն, ասկային ժողովի մեջ խոսելեն, չեն լուծվիր, ասոնք կլուծվին կորձով, ես ադոր կհավատամ, որ կորձ բիդինես, և երկրորդ իմ ընկերներուս դուրսը գսեմ, ընկերներ, ամեն մեկդ քյուղ արեք, հավատացեք ինձի, քյուղ արեք, հոս կա օանավանը, կա գարբին, կա մուղնին, կա ուրիշ քյուղեր, օշագանը, քյուղ արեք, այդ քյուղին դեսնա մանգաբարդեզը պետք ունի, բժիշկադունը պետք ունի, և ուրիշ տեղեր պետք ունին, իսկաբետ պետք ունին, և սպիրկը գրնաներ, ինքնից չխապենք, սպիրկը գրնա օգներ Հայաստանին, այդ տեսակետով, գործնական տեսակետով։ Շնորհակալություն պարոն Շարափխանյան հետաքրքիր զրույցի համար, թող ձեր օրինակը շատ ու շատ դրսում ապրող երիտասարդ եւ ավագ սերնդի ներկայացուցիչ հայերի համար վարակիչ լինի, ինչու ոչ, շատերն էլ վաստակած հանգստից հետո վերադառնան հայրենիք եւ փորձեն պիտանի լինել կամ որևէ գործով հայրենիքին ծառայեն։ Հույները գսեմ բերնետ Աստծո ականջին։ Երանի թողլա այդպես։ Շնորհակալ եմ ես։ Հայրենիքի մասին չպետք է մտածել հեռվից, հայրենիքում պետք է ապրել եւ ծառայել։ Մնացեք բարյավ, եթերում հայկական հետքներ։